Ողջույն հարգելի հետևորդներ, եթե դուք դիտում եք մեզ, նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ։ Արամ, ողջունենք մեր հեռուստադիտողներին։ Մաղթենք հաճելի երեկո, շնորհակալություն որ հետևում եք։ Պետք է խնդրենք կիսվեք տեսանյութերով, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Արամ, նախորդ թողարկմանը մենք անդրադարձել էինք Ջալալ Հարությունյանին եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Այս անգամ ակնկալում ենք, որ արդեն մեկ այլ թեմայով պետք է խոսենք, բայց երեք տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, բավականին հայտնի, որը ողջ հայ ժողովուրդն է քննարկում այսօր, թե հեքիաթները Քոչարյանի։ Այո, կարելի է նաև այդպես ասել։ Սկսենք Ռոբերտ Քոչարյանից, նա մի քանի հայտարարություն արեց, ինչպես եւ մենք նշել էինք, որ նա հանդիպում է ունեցել Կիրիենկոյի հետ եւ պատրաստվում է արդեն մտնել քաղաքականություն 2026-ի համար է պատրաստվում եւ նա հայտարարեց, որ երկու քաղաքական ուժ կա, ում համար խենթանում է հայ ժողովուրդը, որից մեկը իր քաղաքական ուժն է, իր համար են խենթանում։ Դրա համար հենց հիմա հարգելի հետևորդներ, մեր մեկնաբանություններ բաժնում կարող եք տեսնել հարցում, այնտեղ կտեղադրվի հարցման բովանդակությունը հետեւյալն է. եթե այս կիրակի լինի ընտրություններ, արդյոք պատրաստվում եք ձեր ձայնը տալ Քոչարյանին կամ քոչարյանական ուժերին, այո կամ ոչ, կխնդրենք պատասխանեք հետեւյալ հարցմանը, թող Ռոբերտ Քոչարյանը հենց մտնի տեսնի, այդ որտեղ է այդ սոցիալական հարցումներ արել, որ տենց հայ ժողովուրդը խենթանում է իր համար։ Իրանց տանը։ Արամ, եւ կխնդրեմ դու մեկնաբանես ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը։ Իդեպ ներողություն, Արման Բաբաջանյանն էր գրել մեկնաբանություն, ստատուս էր տեղադրել, որտեղ նշում էր, որ Քոչարյանը պատրաստվում է գալ եւ բոլորին միանգամից գնդակ արել, գյուլելով վանգա։ Շնորհակալ եմ հարցի համար, Արթուր, ես նշեմ, որ մենք օրեր առաջ մինչ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը բացահայտել էինք նրա այդ Մոսկվա գտնվելու հանգամանքը եւ մանրամասն ենք ներկայացրել, թե ում դուրն է վազել Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ է քննարկվել, իսկ Սերգեյ Կիրիենկոյի հետ նա փորձել է քննարկել ֆինանսական հարցեր եւ քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայտնի մուրացկան է եւ 2021 թվականին մենք չմոռանանք, որ նա մեծ գումարներ աշխատեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտահերտ ազգային ժողովի եւ քանի որ այս 5-4 տարվա ընթացքում մենք Ռոբերտ Քոչարյանի դիմակը պատրեցինք եւ հայ ժողովուրդը արդեն գիտի թե սա ով է եւ ինչ է իրենից ներկայացնում այս Արցախը վաճառած հանձնած թշնամու հետ այդպես սինխրոն համագործակցող ազգավորությունը եւ մենք սա փաստերով ենք ներկայացնում, որովհետեւ տեսեք Արթուր, աշխարհում երկու մարդ կա, որ համարում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը դա հրահրել են հայերը, դա Իլհամ Ալիևն է եւ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն սրանք սիամական այդպես երկվորյակ քույրեր կամ եղբայրներ են, ես ավելի շատ մտածում եմ, որ սրանք քույրեր են, ոչ թե եղբայրներ, եւ մենք այս երևույթին երբ բացահայտեցինք, թե նա Մոսկվա ինչու է այցելել, նա Մոսկվա այցելել է մուրացկանության համար, հանդիպել է համապատասխան պաշտոնյաներին եւ փորձել է այդպես ֆինանսական հարց լուծել, բայց նրան այս անգամ այդպես շատ գեղեցիկ ձևով ուղղակի վրընդել են Մոսկվայից եւ բնականաբար Ռոբերտ Քոչարյանը իր դեմքը փրկելու համար եւ որպեսզի այդպես գիտեք գաստեղ հեքիաթներ պատմի, որ Պուտինի հետ խոսացինք, ասեց հեսա դու վարչապետ ես արդեն, մի մտածի, այս երևույթը հանդես եկավ ասուլիսով, որպեսզի իր դեմքն չեմ ուզում ասեմ, իր ռոժը փրկի, բայց դա նրա մոտ չի հաջողվել եւ չի էլ հաջողվելու, քանի որ մենք նրան բացահայտել ենք եւ բացահայտելու ենք պարբերաբար, պատրելու ենք նրա դիմակը, տեսեք ինչ հիմնական մեսիջ կար այս ծեյացած անձնավորության մոտ, այս աղվեսի մոտ, սա փորձում է իր դեմքը փրկել այն կոնտեքստում, որ արդեն իր շրջապատում մարդիկ չեն հավատում սրան, արդեն կթուկով չկա, որ սա այդպես գումարները ուտի եւ ուրիշի փողերով մասնակցի ընտրություններին, խափի, սա այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ երբ նա ասում է իմ թիմով մասնակցելու եմ, մտածենք նրանից թե այդ քո թիմը ով է, պարոն Ռոբերտ, Սիրուշոն, Սյուզան Մարկարյանը, դա քո թիմը, եթե քո թիմը դա գիտենք, նոր բան ասա, եւ քանի որ սա շուրջ արդեն սկսվել է առնետավազք, ուղղակի փախնում են առնետները, իսկ խորտակվող նավը գիտեք Արթուր, ամենաառաջինը դա առնետներն են լքում, այս առնետի կողոպուշտը էլ մարդ չի մնում եւ սա փորձելու է այդպես գործարարներին մոլորեցնել Ռուսաստանում գործող
հայ ազգի եւ ուղղակի նրանց գումարներով այդպես մասնակցել ընտրություններին եւ իր բջին ես բազմիցս նշել եմ որ սա նպատակը իր բջին տանի գցի ազգային ժողովում որպեսզի այդպես քարտբլանկ ստանա որ վաղը քրեական գործերը այդպես հարուցվեն բացվեն ասի քաղաքական հետապնդման զոհա իր բիջը բայց նաեւ մի շատ կարեւոր բացահայտում կանեմ այսօր տեսեք օրեր առաջ երբ նա վերադարձել է Մոսկվայից տխուր գլխիկոր այդպես շատ վատ տրամադրությամբ նրանց տանը հավաք է եղել եւ նա հավաքել է իր տնեցիքին եւ Սիրուշոին զգուշացրել է Քոչյանը ասել է Սիրուշոին որ եւ իր բջերին որ ամեն րոպե պատրաստ եղեք որ թռնեք Հայաստանի Հանրապետությունից որովհետեւ պահը մոտենում է արդարադատության եւ նա շատ լավ հասկանում է որ մոտ ապագայում ոչ միայն նա է հայտնվելու ճաղերից այն կողմ այլ նաեւ իր համապատասխան այդ կլանի անդամները եւ նաեւ ընտանիքի անդամները եւ ես նշեմ Արտուր որ մենք սկսել ենք ազգային ազատագրական պայքար եւ այս պայքարի այդպես հիմնական անկյունակարային մասը կազմում է այս թալանչի այս նախկին ռեժիմի այս Հայաստանը կեղեքած Արցախը վաճառածներին ուղղակի ենթարկել պատասխանատվության սրանք պետքա դատվեն սրանք պետքա Նարի Հունանյանի կողքը հայտնվեն նրանց տեղը այնտեղ է եւ Ռոբերտ Քոչյանին եւս մեկ անգամ զգուշացնում եմ որ ամեն ինչ նոր է սկսվում իր համար եւ այն ինչը նա արեց հայ ժողովրդի գլխին Սերժիկի, Սաշիկի եւ մնացած այդ կենթանիների հետ միասին հատուցման պահը մոտ է այդ իսկ պատճառով նրանք խրխռում են Արտուր եւ այդպես որպես խորտակվող կործանվող անձնավորություններ փորձում են ուղղակի ինչքան հնարավոր է մարդ հետները քաշեն խորտակեն տանեն սա է Արամ եւ լրագրողներից մեկը հենց Ռոբերտ Քոչյանին հարց տվեց, ասաց ինչի չեք պատասխանում այն հարցին, իսկ ձեր ղեկավարման տարիներին ինչ սխալներ եք գործել։ Ռոբերտ Քոչյանը շրջանցեց այդ հարցը, տենց ծիծաղով են իր ինչ որ ծամածռություններով դեմքի շրջանցեց եւ ես կարծում եմ սա իմ կարծիքն է, նաեւ կուզենամ լսել քոնը, թող մեր հեռուստադիտողներն իրենց կարծիքները գրեն մեկնաբանությունների տակ։ Ես կարծում եմ որ Ռոբերտ Քոչյանը չի ուզում ասի իրենց սխալների մասին, որովհետև մեր ավակ սերունդը միշտ մեկնաբանություններում գրում են դրանց մասին գիտեք, նոր ասեք, բայց նոր սերունդը ասեք 2000-ականների ծնվածները երիտասարդները չգիտեն ինչ է տեղի։ Նոր սերնդի տուժողները։ Իրենց ներկայացնում են որ Ռոբերտ Քոչյանը այսօր մեկի հետ խոսում է, ասում է Ռոբերտ Քոչյանը եկավ ուսուցիչների աշխատավարձները տվեց, այդ 7000 դրամի մասին է խոսքը բարեգործություն է արել Ռոբերտ Քոչյանը, ասենք աշխատավարձներ տվեց, ես կարծում եմ որ հատուկ են չեն պատասխանում այդ հարցին, հոր ջեբից հատավ է։ Պետական բյուջեի գումարներն է եղել։ Որ նոր սերունդի մոտ տպավորություն ստեղծեն, որ այդ ոյնը, այդ ոժդը հիմա պատրաստ է փրկել Հայաստանը, փրկությամբ է զբաղվելու։ Թալան չիննելու։ Ես նորից եմ նշում եւ մեր ժողովրդին ներկայացնում, որ այս երևույթը մի բան կարա անի, նա իր ընտանիքի իր թալանն է ուզում փրկի։ Նրա ոչ քաղաքական գործունեությունը վերջին տարիներին ուղղված է իր գողոնը փրկելու համար եւ նա թքած ունի թե Հայաստանի վրա, թե Արցախի վրա, նա Արցախը հանձնեց, նվիրեց Ալիևին եւ մենք բացահայտել ենք նրանց կապը Ալիևի կլանի հետ Մոսկվայում, Դուբայում, Աֆրիկայում, թե ինչպիսի աղբերություն ընկերություն են սրանք անում։ Սրանք մի բնից են, սրանք մի ամանից են հաց ուտում։ Եվ այսօր սրա այս այդպես խառնված իրավիճակը մի բանի մասին է հուշում, որ սա ուզում է իր թալանը փրկի, իր գողոնը փրկի եւ ինչ պատմի, ինչից խոսա թե ոնց Պողոս Պողոսյանին տվին սպանին։ Ես այսօր դատական նիստ էի նայում այն ամերիկացուն որ բերել էին որպես վկա, այդ էլ հո հայ չի, հո Ղարաբաղցի չի, ամերիկացի է։ Անգլերեն խոսում էր ցուցմունք էր տալի, որ իր աշկով ամեն ինչը տեսել է, ոնց են տարել զուգարան, զենք են քաշե, ասում եմ մտա տեսա դեմքը ուրած անգած մահացած էր արդեն։ Ճակատը։ Իսկ ես երևույթը ասուլիսում ինչ է ասում, ասում եմ ես անգամ չեմ էլ լսել, որ ինձ ասել է պրիվետ ռոբ, հետո ասում եմ ինձ տունել են ռոբ ասում։ Բելանել է, գիտենք որ քեզ Սիրուշան ռոբ չէ, ռոբիկ է ասում, ասում եմ թրիլեր ռոբ կոֆեդի խոսք։ Բայց Արամ ջան, ում է հետաքրքիր, տունը կարար Բելան իրան սանթուրել ասել, ասենք, դա այո, շապու։ Հայ ժողովրդին հետաքրքիր չի թե տունը իրան ոնց են ասում, ասենք, կարող է էկզոտիկ անուններով է դիմել։ Այո, դե բայց ասենք ընդամենը պրիվետ ռոբի համար տալ սպանել, հետո ասել։ Արտուր, սա ինչ է ասում, սա իրեն բնորոշ այդպես թուրքի ադրբեջանցու այդպես էությամբ կներեք կռուտի տա լինում
Սա այսքան տեսել է, որ հարուցվել է քրեական գործ, թե ինչպիսի իրավիճակ է, որ վաղը մեսօր կարող է ասել լարիստը տենանք այդ ոնց եղավ, որ այդ խեղճ մարդուն տվին սպանին մի հատ բարև տալու համար, ասպա չեմ լսել։ Ասպա որ ինձ ասել է, ես հո ված չի զգա դրանից։ Դուք պատկերացնում եք սրա կեղծավորության աստիճանը։ Ու մենք սրանից ինչ պահանջենք։ Դուք տեսեք ինչեր է ասում ասուլիսի ժամանակ, ասում է ես Կարեն Դեմիրճյանին հաղթել եմ ընտրություններում։ Ինձ երեք զանգարել են մեր հայրենակիցները, որոնք որ 1990 թվականի տեղի ունեցող նախագահական ընտրություններին ծառայել են պաշտպանության նախարարությունում, զինված ուժերում, ասում եմ մեզ զորով տարել են, ասում եմ դի Քոչանին ընտրեք, ձև չունեք։ Չընտրեք դուրս չեք գալու այս տեղամասից։ Այսինքն սա համարում է, որ ինքը կարող Կարեն Դեմիրճյանին հաղթի, շնայց Կարեն Դեմիրճյանն էլ իմ աշկի լույսը չի, բայց չենք կարող համեմատենք Թուրք Ռոբերտին, այս տականքին Դեմիրճյան Կարենի հետ։ Դրանք տարբեր հարթություններ են, բայց Կարեն Դեմիրճյանին դու ո՞նց ես հաղթել։ Մինչև հիմա Սևանան լճից մեջոկտե են դուրս գալի Կարեն Դեմիրճյանին քվեարկած այդ թղթերով։ Սևանում լողանում ես, մեջոկը հելնում է։ Բացում ես, դնում ես Կարեն Դեմիրճյանին են քվեարկել կողմ։ Տարել լցել են լիճը։ Այսինքն կներես Արտուր, այսինքն այս վիժվածքը այն աստիճանի անիկն ասերա խափեփա, որ ասպա պրիվետ ռոբը չեմ լսել։ Այսինքն եթե դու պրիվետ ռոբը չես լսել, պետք է արխանիկները խի գնացին այդ մարդուն տվին սպանին։ Վերջում էլ ասում է բանա, սրտի բանա, ինֆարկտ է ստացել, մահացել է։ Ծեծել են մարդը մահացել, ասում ինֆարկտ է ստացել։ Ու նորից եմ նշում, սա արդեն խրխրնում է, սա գիտի որ այդ թալանը չի կարա ինքը վայելի։ Դրա համար տունը հավաք է կազմակերպել եւ ստարտի լրված են սա տնեցիք Սիյուշոյի գլխավորությամբ։ Այդ որ Սիյուշոն գնում է Ամերիկա, բիզնեսները այտենց դնում իր կարճ խելքով, մենք մեր էսի բացեցինք այնի, այդ ում փողերով է անում Արտուր։ Մատի կարան ինձ բացատրեն։ 1000 երկիչ ունենք, իրանից 100 անգամ ավելի հզոր ձայն ունեցող։ Սեփական կատու չունեն։ Այդ Սիյուշոն բանն էր, Ջենիֆեր Լոպեսն էր, չհասկացանք։ Այսինքն սա նորից եմ, սա արդեն մեխանիզմ են որոշել, թե երկրորդ համաշխարհային պատերազմը երբ ավարտվեց եւ նացիստական Գերմանիան կապիտուլյացիայի ենթարկվեց, գիտեք, այդ նացիստները այդպես Հռոմի պապի օգնությամբ, Վատիկանի օգնությամբ կոչվում էր Կրիսինի տրոպի, այսինքն Կրիսի ճանապարհներ, որ փախնում էին, թղթեր էին կեղծում, որ հայտնվեն Գերմանիայից փախեն, չենթարկվեն պատասխանատվության։ Այ սա այդ Կրիսի ճանապարհներն է արդեն ինքը դե Կրիս է հայտնի, Կրիսի ճանապարհներն է արդեն կառուցում, այդ գողոնը թարանը, որ փախցնեն, տանեն, պահեն, ես նորից եմ նշում Օհանյան Սեյանին ասում ես տունը որ ասում է Ժակ Ֆուֆում, մատ բոմժ ենք թե ֆրանսիացի ասում են իր անունով է։ Սրան ասում ես այդ մոլիբդենը ոնց կերակ ասում է ես չեմ, գերմանացիք են առել։ Այսինքն սրանք ինչ են արել, սրանք գնացել են Եվրոպա, մատ բոմժ են գտել, ասենք դες ինչ կարի քեզ փող կտանք, քո անունով այս ինչ բանը սեփականաշնորհենք կամ առնենք, որ վաղը Հայաստանի Հանրապետությունը չկարանա գնա պահանջի, ասի եկեք ստե հարկային դաշտ մի հատ, պատասխանատվության ենթարկվեք։ Այսինքն այս երևույթը, այս կեղտը Իան թվում է թե ինքը տես խելոք է։ Ոչ, պարոն Ռոբերտ, մենք մոտ ապագայում, ես անգամ կասեմ մոտ օրերս, քո ապօրինի գույքն ենք արտասահմանի նկարելու կողենք աշկդ։ Այդ որ տարեսրաները անունով գրանցել ես։ Մարդիկ արդեն մեր կապի մեջ են, սպասում են, հեսա կհանդիպենք, ականատեսները կգան, հարևանները կգան կպատմեն, թե դու Ալիևի հետ ընդ ինչ քաքեր ես կերել, այդ ինչ ուտուշ խմուշներ ես արել։ Ու հիշեք սրա ռեխը բացած նկարը վիսկիով Հեյդար Ալիևի հետ։ Բա աղբերները ուրախանում էին։ Այնի ինձ է թալանում Ադրբեջանը, ես էստե Հայաստանն էր թալանում։ Ու խեղ ժողովուրդն էլ ընդ էին խափում ասում Ղարաբաղի հարցը, սուսեք, վատ եք ապրում, որտեվ Ղարաբաղի հարց կա։ Մերոնց էստե էին խափում։ Սուսեք, այդ որ այդ ամեն ինչը արվում է, այնտեղ բան կա, սև կասա կա, փող կա, որ մենք չենք կարա ցույց տանք, տանկ ենք առնում, էս ենք առնում, տեսանք ինչ էին առել։ Սրանք իրանց կյանքի համար Հերմես Սունկային մենակ առը 30 տարում, մեկ էլ իրանց բջերի իրանց հարցների համար։ Ու սրանք կարան բան ծպտուն հանեն, խոսան, ես էլ սպասում դնեմ սրա թիմը ով է։ Ես ողորմելի։ Մտել իրան նայես, իրա նիստու կացին նայես, իրան ժամանակին իշխանություններ ընկե ձեռը, էդ էլ ասում եմ ձեզ Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց էս բոմժերին, սովետչիներին իշխանություն նվիրեց։ Դրա համար էլ այդ օրը ընկավ Լևոնը։ Այ հենց դրա համար, որ ուրիշ նորմալ մարդ չկար, այդքան հայ մեծանուն մարդիկ ունեինք, Երևանցի տղեկ կային, Հայաստանցի տղեկ կային, պետք է երկու հատ Ղարաբաղցի բոմժ բերեր, Լևոն կապեիր մեր գլխին, մեզ այսօրը գցեին։ Դրա համար էլ Լևոնը հիմա այդ վիճակում է։ Ինքը գիտի ինչ սխալներ է թույլ տվել։
Դրա համար փորձում է ապաշխարի։ Արամ, եւ չմոռանանք, որ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը մնացել են հենց Ռոբերտ Քոչյանի կոկորտում։ Այո։ Դրա համար այդպես ժամերով բանակցում էր։ Դրա համար էլ հոկտեմբերի 20-ից Ուչասկովի մակարդակի գործ է։ Բախի չբացահայտվեց այդ գործը։ Հիմա որ Վազգեն Սարգսյանը կենթանի լիներ, մի քանի հոգու կսիլեր եւ այսօրի Հայաստանը չէր։ Հիմա Սերժիկին թարս չափալախ կտար, կպատմեի սա ոնց է։ Իրանք պարտվեցին նույնիսկ Ստեփան Դեմիրճյանին, իրանք պարտվեցին Սերժ Սարգսյանը պարտվեց Ռաֆի Հովանիսյանին, ուղղակի Ռաֆի Հովանիսյանը թույլ մարդ էր, ուղղակի Ռաֆի Հովանիսյանը գնացել էր խեղճացած Սերժ Սարգսյանի տանը, հարցնում էր ինչպես առ իրան բանը Ռիտան զգում։ Երգիրը հելա ոտի բանը անում Ռաֆին ասում տիկին Ռիտան ոնց է։ Դե Ռաֆի ինչին ես անդառնամ Ռաֆին։ Շահանադառնալու բան չկա, օրինակ երեք հենց ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլի Facebook-ում հարց դրեց, բարձրացրեց, ասեց վերջը գալու եք մասնակցեք բանավեճին, թե ոչ։ Հիմա փախած են։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, օրինակ որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը իմ հիշողությունների մեջ մնացել է, օրինակ 95 թվին, երբ որ նրա եղբայրը մահացավ, Ֆուրմանովի վրա էր այդ իրան շենքը 5 արգանի շենքում էր ապրում։ Ամբողջ այդ տարածքը ուրախություն էր, ժողովուրդը գոռում էին ուռա, ինչ լավ է, որովհետև 3 օր Արամ ջան, այդ մարդիկ հոսանք ու բան էին, գազ կար տանը, մեր բոլոր տանը, գազ ու հոսանք կար, այդ մարդու մահը, այսինքն հոսանքն էլ կար, գազն էլ կար, պրոստը անջատած էր, որ ժողովուրդը մթան մեջ ապրի, այդպես բան ասեն, պատերազմը դե նորա վերջացել, այդպես չկա այդ։ Լավ, Լևոնը գա ինչ բանավիճի։ Լավ, Արամ ջան, այդ երեքն էլ պատերազմը հաղթած, հա, այդպես Ալիևին կզծած։ Տիտաններ են մտքի, բան չի չեն գնում մասնակցեն այդ բանավեճին։ Որտեւ ասելիք չունեն Արտուր, ինչ գնան ինչ ասեն։ Ռոբերտ Քոչյանը գնա բանավեճին, իր մենակ ապօրինի գույքը որ հանեն հրապարակեն, մեկ է Սերժիկ այդ նարկոշի արած կերած քայքերը, այդել բանավեճելու բանը չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դե սրանք ով են։ Դրա համար ասում թող իրանք կան բանավեճեն։ Թող Նիկոլ Փաշինյանը գնա մի հատ անենց մարդու այդ բանավեճի, որ էս կլանի անդամ չի։ Էջանակ կտենանք որը որից հետո է, բայց սրանք 30 տարի թալանեք, եղեք է կոտորել են այս ժողովրդին, գյան ինչ բանավիճ են։ Թողես մեկ էլ խոսան իրանց այդ փողով հաչացողները։ Ալիևը ғազ էր։ Սերժը փրշտար Ալիևին սենց կանեին։ Քոչյանը զանգում էր բանը։ Ռեյդարը ոտի էր կանգնում։ Լավ, բա որ դուք այդպես ուժեղ տղեկ եք։ Պրոստը չեմ ուզում էթիկայի նորմերը խախտեմ ու պատմեմ, թե իրանց ընկերների հետ հիմա Բաքվում ինչա կատարվում, ինչ օրենք գցե։ Այդ իրանց 24 ժամվա, որովհետև մենք վերջ-վերջո հայ ենք, մենք այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ թե այն զինվորներին, այդ գիտեք, այնտեղ գեներալ, մեյերալ կան, դրանց մենք պետքա բերենք ստեղ դատենք։ Մահացական Լևոնը զորքը շարում էր, քֆուր էր ֆրցնում, ով որ գերի կընկնի։ Հիմա բերանս որ բացեմ կասեն գերիներին բան ասեց։ Ինչ գերի։ Գեներալ մարդ ինչ իրավունք ունի գնա հանձնվի։ Լավ մի հատ զենք չունեի, գրանատ չունեի, ացետոնը խմեիք, կյանքներիդ վերջ տայեք։ Շնայց որ սրանք ինքնասություն ունենային, ես մանրամասն ապագային պատմել եմ, թե ոնց է եղել ժամ առ ժամ։ Մահացական Լևոնից սկսած այն մահացածից այդ ռազմաքաղաքական ղեկավարներից, նրանք թուրք գեներալներին օդանավականում ռուսների ներկայությամբ դեմ առ դեմ են դուրս եկել։ Facebook-ի գեներալ կա, որ այդտեղ ներկայ է եղել, որ Վիտոին հանել է։ Այդ էլ կպատմենք, թե Վիտոին ոնց են հանել, խի են հանել, այդ ինչ ինֆորմացիա էր տալի Facebook-ին Վիտոն, այդ էլ կպատմենք, այդ ասելու ենք ամեն ինչը բացահայտելու ենք, ուղղակի ես քնձխի ասուլիսը մեզ շեղեց մեր գրաֆիկից, բայց ոչինչ։ Այդ ժամանակ եթե սրանք ինքնասիրություն թասիբ ունենային, կհանեին մի երկու հատ ադրբեջանցի գեներալ կխփեին, իրանք էլ այդտեղ կզոհվեին բոյի մեջ։ Մենք էլ կասենք սրանք հերոս են, հերոսի մահով մեռան։ Նայում ես կադրը Բաքվի բանտից գեներալ տղայա նասկին լվացած բանից այդ պարավոյից կախած։ Արա ձեր ապրելը քանի կոպեկ արժի։ Արամ ջան, բայց զաթով ստեղ Հայաստանում այդ Քոչյանը կնեց են ներկայացնում այդ մարդկանց ընդ Բաքվի բանտերում, որ այդ ասում է, «Это не человек, это ангел»։ Բանով երևի միակ չնչին մարդկային բանը, այն է մենք որ բացահայտեցինք, պատմեցինք, որ Բաքոն ուզեցել է նռնակը քաշի, Խոչյանը հետ է համար քիչ եղել է մարդկային բան, թե չէ մնացածին որ վերցնես, ասենք Արայիկից ինչ խոսաս, որ մարդ ով որ Արագի մեջ ծախում էր ինչ կար, որ փողը տեղափոխ։ Արայիկին որ բռնել են այդ ասեմ, Արայիկը այդ գործանում հայտնի այդ գինու Ստեփանակերտում, բոշկի հետևն է պահկված, մի կեժան ման են եկել որ հայտնաբերեն։ 2 սունկ այլ փող է մոտ է եղել։ Այդ ամեն ինչը գիտենք։
Այդ ստեի գազի զապրավկեքը որ մի հատ ճուտ ունի ստեինքը, տես գործար, դրա անունով առել է։ Գիտենք չէ իր տուն ինչքան փող է գնում, երկու հատ կնիկ ունի։ Մեկն էլ հայտնի լրագրող է Արցախից, թե Աբովյան փողոցում է ապրում։ Էսի երկու կին ունի, երկու ընտանիք ունի։ Երկուսին էլ այդ փողերը գնում է, այդ գրեֆները գնում է մինչև հիմա։ Այդ ո՞րդուց բա։ Բա որ ես վաղը պատմեմ, թե Արայիկը այնտեղ անհետ կորած զովասների ծնողներին փողա տվե, որ մինչև այս ամեն ինչը գան Հայաստան, Երևանում ապրեն, զեն չհանեն։ Հաջութի դեպքի հետ կապված։ Աղաբեկյան այդ Արտուր գեներալ կոչվածը գիտի ինչի մասին եմ ես խոսում։ Բա Արտուր, բա որ վաղը մենք բացահայտենք, թե Օգանովսկին մարտի 1-ին այդ սնայպերների հետ ինչ կապ ուներ Լեո փողոցի վրա։ Այդ Ղարաբաղցիք ոնց էին սպեցնազի ֆորմեքով հելե եկե մարտի 1-ին այդ ինչ էին անում սնայպերներով Լեո փողոցի վրա։ Այդ ջահելին առաջի զոհը ոնց եղավ։ Սնայպերը խփեց Երևանի կենտրոնում։ Մինչև հիմա ասում ես ոնց է եղել, որ մարդը իր երկրում, իր քաղաքում Երևանի կենտրոնում սնայպերը խփի սպանի։ Կարող է Ալիևն է եկել խփել, Յաշման է եղել, չգիտեմ։ Բաներ են գրում, չէ, ասում է դեսպանատներից հատուկ սադիչներ էին դուրս, մի հատ հեքիաթ են պատմում, Ջեյմս Բոնդի կինոն ասենք, էլի, այդ մի երկու հատ խմբագի ունի Սերժը Քոչյանը, այդպես փող է գցում ամեն անգամ 2 կոպեկ, այդ տենց դժբախտներ կան ցավոք սրտի, մեկի մարդն է թողե թռե, մեկի չգիտես ինչ քայքերի մեջ է եղել, մեկը չգիտես մի հատ որ ես սրանց պատմեմ, թե սրանք ով են Արտուր, ժողովուրդը կետա իրանց խմբագրության մեջ թքի իրանց դեմքին, բայց չեմ ուզում անդառնամ այդ պեշկեքին։ Քանի որ անդրադարձալ խմբագիրներին, մեր հետևորդներին տեղեկացնենք, որ մի քանի լրատվականների ներկայացուցիչների, լրագրողների, լավագույն լրագրողներին չէր հրավիրել Ռոբերտ Քոչարյանը, որ Ոչ դե Արտուր, տեսեք, ես խորհուրդ կտամ մյուս ասուլիսին, գնան գազանոցից մի հատ սատկած զոհված այդպես կյանքին հրաժեշտ տված առույց բերեն, թող Քոչարյանը նստի առույցի վրա, մի կողմից Ագնեսան կանգնի, մի կողմից բանը Աննա Գրիգորյանն, այն որ Կլեոպատրային sense հով են անում, այն ստրուկները։ Այդպես կարան կանգնեն, ես PR sense իրանց բան եմ անում, անվճար խորհուրդ եմ տալի, Քոչարյանն էլ այդ սատկած առույցի վրա նստի Բելայի բան հետ կարան գան։ Սեթակին կարա բերի նետ ու աղեղով մի հատ էլի այն որ նկարվել էին, չէ՞, բիզոնային խփեին չէին արել սրանք։ Սրանք Արտուր, տեսեք, սրանք տարիներ շարունակ իշխանություն ունեցել, իրանց դրել են ինչ-որ մի հատ ռեյնբոյի տեղը, զենքերով նկարվեն, առույց են խփե, բարա ձեր հոր գեզման այսօր զուգա դառե։ Այ պորնիկներ, դուք տաղա եք։ Ես նրանց ասում եմ, ասենք յուբկա հակնեն։ Ընդ որում Թուրքիայից ներմուծված, որ այդ յուբկեն քաշես գրած լինի Մադեն Թուրքիա կամ Մադեն Ադրբեջան, որովհետև սրանք էդ են։ Ու մենք այս բոմժերին պիտի հանդուրժենք մեր երկրում։ Ոչ։ Մինչև քոքը մաշեցնելու ենք, դու այդ քոքին սպասի։ Այդ քոքը չեմ ուզում ասեմ իր այդ ինչեր է ալնելու, ու ոչ միայն իր։ Հարսին ասում ես արա այդ 45 հատ կավարտ իրա կա քո անունով, այդ որ դուց։ Մանթաշովի թորն էիր, ով էիր, կամ Բեզոսի քրոջ աղջիկն ես, կամ Իլոն Մասկի։ Բանա, քարակուսու գինը Երևանի կենտրոնում 1 միլիոն դրամ է, իրանք 200 դրամով բան տուն են առել։ Այսինքն այդ տունը ով որ կառուցել է, ավելի շատ փող է ծախսել, էշ էր, սարքողը էշ էր էլի։ Շենք է սարքում, որ կես գնով բան անի։ Դառնա բոմժ։ Արամ նոր հիշեցի, որ Լևոնը Քոչարյան որ բերել էր, որ տայել էր Արցախ, այնտեղ կրակում էին, այդպես հերթով զենքերներ փորձարկում, բա Արցախի համար ինչ են արել կամ Արտուր, տեսեք, Դին Բերզերյան, չէ, որ Տարուսիկով հել են գելեր Լևոն Քոչարյան, այն Քոչարյան Լևոնը լենց էր կողից քութիկի պես քայլում, ոնց որ չգիտեմ, բանն է էլի, Բրուսլինն կամ Արնոլդ Շվարցնեգերին են բերել, չգիտեմ էլի ասենք, Քիմ Քարդաշյանը սրանցից լավ տղա է, Դին Բերզյանը ով է, մեծ շարքային նարկոման կապիկ է, որ եկել էր սրա այդ Քոչարյան Լևոնիկի հետ ինչ-որ մի բիզնես ունեն, դե սիգարետի տեսակ կա, չեմ իմանում այդ ոնց է կոչվում, այն որ ծուխ են քաշում, ինչ են անում, այտենց հատուկ վայփա ինչա չեմ իմանում, իրար այդ ինչ-որ բիզնես ունեն, էսի եկել էր ստե հաց ուտելու, այտենց ֆրֆրալու, բերեք գցել էին, քաշել էին հյուսային պողոտա, լրագրողներին ասել էին կգա, հեսա Տարուսիկով դուս է գալի Դին Բերզյան, այդ Դին Բերզյանին Տարուսիկով Սիուշու հետ ծանոթաց, արա, այդ տաղա Այ կապիկ, շուտ սնայպեր էին բերել, նետ էին բերել, աղեղ էին բերել, սա Արցախի համար է բերել, այդ Արցախին ռակետու Իսկանդեր էր պետք, ոչ թե սնայպեր, այդ փողերը կերել են, տարել են,
հյուրանոցներու եսի ինչ են դսել առե։ Բա Արցախին բան են անում։ Սնայպեր են նվեր տալի։ Այսինքն թուրքը ընդեից բանով, սամալյոտներով, ռակետներով գալիս է, Քոչարյան Լևոնը պիտի դեմ բիզերանի սնայպերով այն հայկի ու բելի բանն է, էլի կռիվն է դարավ։ Ես նորից եմ նշում, սրանք շարքային թափթփուկներ են Արտուր, սրանք տաղա չեն։ Եթե սրանք տաղա ալնեին, տաղավարիկը գեադասային вообще ծպտուն չհանեին։ Ասեին մենք պարտվել ենք, մենք սխալ ենք եղել, ժողովուրդ ջան, ներող եղեք, ինչ կերետ հանել ենք, բերենք հետ տանք, գնացեք երկիրը կառուցեք, վաղը Ղարաբաղը, եթե կարաք հետ բերեք։ Մեկ էլ նայում ես վայնասնա, բանը, անձնագրից ասում է Արարատի բանը հանեցին նկարը։ Աղբի ջան, դուք այդպես ուժեղ տղա եք, վաղը կգաք իշխանության, ուզում եք ջոմոլունգ բան էլ դրեք օրինակի համար պասպորտի մեջ։ Կամ կազբեկը։ Ինչ մի այտենց, այլ բան չկա ասելու, այլ բան չունեն ասելու, ասելիք չունեն, ասում է Արարատը հանեցին։ Լավ որ էջը լրանումա չեն տանում, այդ անձնագիրը հանձնում պետությանը, նորը վերցնում, ասենք, դե ինչ են անում։ Չէ, եթե անձնագրում Արարատը չլինի, չգիտեմ, օրինակ, Սիուշոն Արցախը չի կարա վաղը ազատագրի հետ բերի, ասենք, Սյուզան Մարկարյանի հետ։ Արա այսօր մի քանի տարբեր կարծիքներ քաղաքացիների հետ է զրուցում, մեկը սենց ընկել են Լևոն Քոչարյանի բան տենց ինձ ունեցվածքի հետևից այդ տղեկը աշխատել են բան սենց մի հատ քրֆեց այդ մարդկանց ասում է ստեղծել են այդ բիզնեսը իհարկե հակադարձեցի բան հիմա ինչն էր բան այդտեղ տարբեր կարծիքի տեր մարդիկ են ինքը ասում է ես դե Քոչարյանով բայց այդ մարդիկ իրանց քրտինքով ասում եմ լավ ստեղծել են դե թող բերեն արցախցիների համար մի հատ բանը շենք տան ասեն ապրեք հիմա ինչ են անում Արամ ջան ուրեմն հայտարարում են գնանք Արցախը փրկենք հետ բերենք Արցախը պետք է հավաքվենք 5 շաբթի օրը կառավարության դիմաց ոնց են պատկերացնում այդ փրկելու process-ը հա Չէ Նիկոլը հենց չլինի մենք իրանք կփրկեն հա գնանք ընդ կանգնենք գրոհենք պարտադիր գրոհով պետք է լինի գրոհենք կառավարությունը վերցնենք Okay, խնդիր չկա Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության հա խփեն ծեծեն ջարդեն Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության տանի մի 15000 հոգու գլուխ ուտի Արցախի համար, ասի դե չեղավ, կներեք, ուզում եք գնամ Ալիև հետ խոսամ, գնացեք ադրբեջանցիների հետ ապրեք, դե կարամ խոստումս կատարեմ։ Արտուր սրանց ախր այս խեղկատակների ինչին մենք ինչ գնահատական տանք, ինչ անդառնանք։ Սրանք նորից եմ նշում, եթե Արցախ ազատագրող լինեին, այտենց Արցախի մասին մտածողը լինեին, հոր գերեզմանը իրա չէր թողի Արցախում։ Ես արցախցիների հետ մի անգամ զրուցում էի, ինձ մի հետաքրքիր բան ասեցին, ասում են Արամ դու Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանի հոր իր հորական տունը չես տեսել։ Ասում եմ ինչ ա եղել։ Ասում անգամ ռեմոնտ չէր անում։ Այսինքն սա արդեն վաճառքը եղել էր, փողերը փոխանցել էին, ամեն ինչ եղել էր, մնում էր մատ պատերազմը սարքեին, որ բանտիկով Ղարաբաղը ծախեին թուրքերին։ Եթե մարդը չգիտեր, լավ իր հորական տունը կար, չէ՞ մատ բանվոր մատ արեստավոր տանեին, Մատերիալը առնեին փողը չտային, ասեին վերջ-վերջը Քոչարյանի հորտունը ռեմոնտ արեք։ Սա անգամ իր հորտունը ռեմոնտ չի արել։ Տեսեք, սրա թալանը գույքը Արցախում չի։ Սա Արցախում սրանք ոչ մի բան չունեն Արտուր։ Արցախում մի հատ գարաժ չեն ունեցել։ Հունաստան, Գերմանիա, Դուբայ, Մոսկվա, Երևան, Լոնդոն, Լոս Անջելոս, այդ ոնց է տենց ելնում։ Եթե Արցախի մասին տես մտածում էին, առանց Արցախ չէին կարող ապրեն, չէ՞, այդ օրին գրում էին, վախ Արցախը հանձնեց, վայ տվեց թշնամուն, վայ տուներս քանդվավ։ 5 օր հետո նկարները հրապարակել եմ Քոչարյանի բիջը, այդ իրանց խավորի բջի հետ են Թուրքի հետ, դվինում կայֆված հարսանիք։ Լավ Արամ ջան, թող հրապարակեն ինչքան օգնություն են տվել արցախցիներին օրինակ։ Ոչ մի կոպեկ։ Ասենք ինքը ասեց 4.5 միլիարդ չի, հա, դոլար հարստությունը։ Եվ 1 միլիարդ է, օքեյ։ 1 միլիարդից ինչքանն է հետը գերեզման տանելու։ Մարդ ընդհանրապես 4-ը տախտակա տանում։ Եթե կարում են իրանք ավել բան տանեն հետները, թող ավել բան տանեն։ Որ հիմա մի հատ էլ ուզում են գան իրանք կապիտալը բան անեն, նորից պետական նորմալ պահեն, գան իշխանության իրանք կապիտալին ոչ մեկ ձեռ չտա։ Արտուր սրանց տպատակը նորից եմ նշում, գան իշխանության, իրանք արդեն հասկանում են, որ 70-ից բիձեք են, այսօր էքուց նրանց վիճակը արդեն լավ չի, մանավանդ մեր հաղորդումներն էլ նայում են, ճնշման խնդիրը արդեն սիրտ-անոթային հիվանդությունները, բացահայտումներ են կանում, վաղ այսօր ավելի խորը բացահայտումներ են կանելու ընտանիքի հետ կապված, այդ ուժեղ տղեկի հարցների, աղջիկերքի, այդ ամեն ինչը բացահայտելու ենք, չէ՞ որ կարող է աբշիրնի ինֆարկտը խփի տեղն ու տեղը մնա։ Սրանց պես թասիբ նամուս չկա, որ տենց բանից իրանք վատը զգան, դա ավելի չնայած ամեն ինչ էլ իրանք գիտեն, դա չի հարցը, բայց սրանք հիմա ինչ են ուզում անել, սրանք ուզում են
գան իշխանության, զավթեն իշխանությունը ու Հայաստանը դառնա Ադրբեջանի պես պետություն էլի օրինակի համար։ Հիմա Ալիևը իշխանությանը վաղը բջինք փոխանցի կան աղջկան, փեսում, թորանը։ Այսինքն սրանք ուզում են գան զավթեն իշխանությունը Սերժիկի հետ։ Սերժիկը իր բջին Միշիկին, այն էլ իր բջին այդ Սեյթակա Լևոնը։ Բեն պասերով իրար հետ այդպես պետությունը դառնա իրանց համար ՍՊ։ Որտեվ սրանք այս երգի նայում են որպես հանք։ Ինչ կանանք գողնանք, ինչ կանանք թալնենք։ Էդա չեն էլ թաքցնում։ Բայց քանի որ մենք սրա ռոժը արդեն դիմակը պատրել ենք, սախյա խառնվե իրար, որտեվ կողի իր ժողովուրդը մեր այդ կապի մեջ են։ Մեզ անգամ զանգում ինֆորմացիա են տալի, որտեվ իր կողինները հասկանում են ինչա կատարվում։ Գերի են, ասում են լավ, այս Թուրքից մենք բրցնենք, վաղուց խայտարակ չնենք, դառնանք դավաճան սրապես։ Այսինքն սա դրա համար է իմ ասենց խարխարում, Մոսկվայա թռնում, չգիտեմ ուրա թռնում, իրան ճղում է, սենց կանենք, այնպես կանենք։ Քոչյան Ռոբերտ, դու այլևս քաղաքական դիակ ես։ Ու մնում է որ մենք քեզ տանենք, շպրտենք համապատասխան քաղաքական հիմնարկում, քեզ ու քո բջերին։ Հենա, Սեյթակ Քոչյանին, մեծ տղուն, դատանի դալիճում, դատա որ ասում է ծառայել եք պարոն Սեյթակ, ասում է այո, ասում է որ թվականին, ասում է չեմ հիշում։ Դա ինչի մասն է խոսում։ Դե հարստանալով էր տարված 19 տարեկանում արդեն բիզնես ուներ, 20-ում առելի։ Հիմա կարանք մենք ասենք, որ ինքը չի ծառայել, թղթի վրա վայնի բիլետի վրա գրես ստորագրել, տվել են ասեն, դու ծառայել ես, որ չի հիշում։ Հələ շատ բաներ չի հիշելու ինքը։ Արամ եւ նախորդ եթերին մենք անդրադարձանք Ջալալ Հարությունյանին, ես մի փոքր հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, Ջալալ Հարությունյանը մեղադրվում է ցորի զորամասի գործով է 20 հրետանու 20 զինծառայողի կյանք խլելու ամփոփության պատճառով 20 զինծառայողի կյանք խլելու գործով եւ նրան հիմա դատարանը տվեց 5 տարի 6 ամիս, իհարկե ծնողները համամիտ չեն այդ վճռի հետ, նրանք ավելի շատ են ակնկալում, սակայն վաղեմության ժամկետը լրանալու վաղտն է գալիս եւ նախորդ դատականիստերից մեկի ժամանակ Ջալալ Հարությունյանը հայհոյել էր իրավահաջորդներին այդ մեր զինվորների, Արամը անդրադարձավ, մենք պատասխան տվեցինք Ջալալ Հարությունյանին, մենք իրան պատասխանեցինք իր ձևով։ Հրապարակ թերթը այսօր գրել է, որ վճռապետի որոշումից հետո Ջալալը նեղ կռուգում չի թաքցրել իր նեղվածությունը, ակնկալելով, որ եթե իր լռությունը չգնահատեցին, ապա թող պատրաստ լինեն, եթե ոչ հրապարակային, ապա արտահոսքերի տեսքով որոշ գաղտնիքների հրապարակման, այսինքն Ջալալը ուզում է Արամ գնա ինչ-որ գործարքի, ինչ-որ բաներ է արդեն վախացնում է, հիմա ինքն է վախացնում։ Տեսեք Արտուր, Ջալալը մեսեջ է ուղարկում Ռոբերտին ու Սերժին, ասում է մի բան արեք, ինձի փրկեք, չգիտեմ, փաստաբան եք վարձում, բերում Ամերիկայից, չգիտեմ, Ֆրանսիայից, Հունաստանից, սա մեսեջ է ուղարկում Քոչյանին ու Սերժին, ասում է, եթե ես դադվեմ, պատմելու եմ, ես քանի անգամ ասում եմ, չէ, հոկտեմբերի 3-ին ինչ է տեղի ունեցել, թե ոնց են գնացել ասե, զորքին կասեք, որ ծախած է, կռիվը պրծած է, եկեք փրկվեք, հանձնել են արդեն Արցախը։ Այսինքն Արտուր, մենք երբ որ ասում ենք սկսենք ազգային արտադրական պայքար, դա ինչ է նշանակում, որ սրանք վաղը իրանք իրար վրա գրելու են։ Պատկերացնում եք Արտուր, այս Ղարաբաղյան կլան կոչվածը, սրանք սուկաներ են, Շանթ Հարությունյանի ասած։ Այս սուկաների մեջ կա չգրված օրենք, որ մեկը մեկի վրա գրի, մեկը մեկին բռնել տա, բայց քանի որ այս կլանը արդեն ոչնչանալու եզրին է, մենք սրանց ոչնչացնելու ենք, այս Զիբիլիվրի կատուներին, խուճապա մոտները, մեր ասած, մենք որ ասում ենք Ռոբերտ Քոչյանը խուճապի մեջ է, իրան պատերով է տալի, փաստը արդեն կա, չէ՞ որ Ջալալը ինչ է հայտարարում, վաղը Օգանովսկին կգա կերքի, Էմիսորը Աղաբեկյան Արտուրը, Էմիսորը Վիտոն, սրանք կգան, որ փրկվեն, ասեն մենք մեղավոր չենք, մեզ հրաման են տվել։ Այսինքն այս կլանը արդեն ոչնչանալու եզրին է եւ մենք սրանց նորից եմ ասում, նետել ենք պատմության աղբանոց։ Ուղղակի ամենամեծ պատիժը սրանց եւ սրանց բջերին մի բան է, որ դառնան բոմժ։ Ախպեր ջան, բոմժ առանց սեփական ոչիլի եկել եք Հայաստան, մեր սուրբ երկիր։ Բոմժել հելեք գնացեք տառապեք։ Թո Սեյթակ Քոչյանը այդա Opel Մագնիշի G կուզովով տաքսի քշի Երևանի կենտրոնում, Yandex, Լևոն Քոչյանի հետ։ Դառնա միլիարդատեր, փողեր վաստակի, մենք էլ ասենք հալա Սեյթակ Քոչյանին։ Բայց սրանք մարկանց տներն են քանդել, մարկանց ունե զրկել են։ Սրանց աշկը ուրիշի ունեցածի վրա է։ Մեն հայտնի անեկդոտ կա, չէ՞ որ ոսկե ձկնիկ է բռնում մեկը, ասում է, քեզ ինչ տամ, հարվանիդ 2 անգամ ավել եմ տալու, ասում է մի աշկս հանի։ Հիմա դա սրանցն է։
Սրանք գիտեք ինչ չտեսի անկուշտի աշկը միշտ ուրիշին ունեցածի վրա է։ Սրանք չտես հիլոտ քնձրոտ այդ Ղարաբաղի եսին որ գյուղից թուրքերի մեջ ապրած մի հատ ոչնչություններ էին, որ Լևոնը սրանց բերեց մարդ սարքեց, կոստյում հագցրեց։ Այ իշխանություն տվեց, կապեց մեր ջանին, հելավ ռադը քաշեց իրեն սև տունը։ Մեզ էլ թողեց որ տարապ մենք, բայց մենք հիմա այս ազգը արթնացել է, չէ՞։ Այս ժողովուրդը արդեն հասկանում է ինչա կատարվում։ Եվ ժողովրդի օգնությամբ մաքրելու ենք մեր երկիրը ուղղակի։ Մենք շատ լավ երկիր ենք, Արթուր, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ աշխարհում 7000 ազգ կա, որ պետություն չունեն, 5000, 7000։ 200-215 պետություն կա, մենք այդ 200-ից մեկն ենք։ Փոխանակ այս ժողովրդին դուխ տան, կառուցող, ստեղծող ժողովուրդ է։ Այսքան արունա թափէ, այսքան տառապել է, ասեն, որ դու այսօր պետություն ունես, որ պետությունը գնահատի, սրանք ինչ են անում։ Թուրքը հեսա երասխից կմտնի 40 րոպեում։ Շոմա փորձակետն են ճարել ռազմական, թուրքը կմտնի սենց կանի, նենց կանի։ Հիմա այդ մարկանց ես ինչ ասեմ, այդ պանիկա, այդ ադրբեջանական նարատիվներ տարածողներին խոսքի։ Դուք մի մտածեք, թուրքը կգա, մենք թուրքին կդիմավորենք։ Դուք մտածեք ձեր մասին, ձեր ընտանիքների մասին, որ մենք ձեզնով ենք զբաղվելու, որտեղ դուք թուրք եք։ Մենք այս ներքին թուրքին պետք է մաքրենք, որտեղ մենք այսօր ունենք ներքին թշնամի, ներքին թուրք։ Կռվի օրերին հիշում եք ինչ էին անում։ Դիակները պահում են ֆուրերի ռեֆրեժատորի մեջ։ Բա ուր դե պետք է պահեին այ վիժվածքներ։ Սառնարանու ֆուրը ապրիլյան պատերազմի ժամանակ էլ է տենց եղել։ Բոլոր պատերազմների ժամանակ Արթուր, բայց զոհվածի մարմինը, այդ մարմինը պետքա ինչ-որ միտեղ պահեն, մինչև տանեն հանձնեն ծնողին, դա, բայց այդ պահությունավտանգ իրավիճակում ներքաղաքական մարկանց էմոցիաները փորձեցին խաղան, ինչ-որ հեքիաթներ պատմեն, այս վիժվածքները։ Ու մենք հիմա այս վիժվածքներին բացահայտում ենք, սրանք ներքին թուրք են, ադրբեջանցի թուրքեր են սրանք։ Սա Ալիևի տանդեմն է, որը գործում է, սա 5-րդ շարասյունն է, սա 6-րդ շարասյունն է։ Շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն սիրելի հետևորդներ ձեզ, որ այս 40 րոպեից ավել մեզ հետ երեկո անցկացրեցիք, պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ կիսվեք տեսանյութերում, իդեպ շատ շուտով հենց այս ամիս արդեն մեր տեսանյութերը կլինեն Հայաստանի սահմաններից դուրս եւ մենք real time ռեժիմով աշխատելու ենք, այնպես որ պետք է խնդրենք հարգելի հետևորդներ բաժանորդագրվեք, քանի որ հեռարձակումների ժամերը արդեն տարբեր են լինելու, որպեսզի կարողանաք ստանաք ծանուցումները առաջինը։ Բարի եւ խաղաղ գիշեր եմ մաղթում մեր հայ ժողովրդին։ Լավ մնացեք։